Ազատությունը շատ ավելի բարձր բան է, քան գրական լեզուն։ Համաշխարհային ճանաչումը եւ ինչու հենց ես։ Առաջինն էիք, որ Հայաստանն առաջին անգամ ներկայացրեց Ջենովայի պոեզիայի միջազգային փառատոնը։ Թուլանալու այդ վիճակը ստեղծեց եւ ասաց՝ պիտի գնանք բորոտանոց, բորոտների մասին նկարելու եւ ասեցի՝ հա, կգամ։ Այ հենց դրա համար է կարևոր կանոններից կարճած չլինելը։ Ինչ ասել է խոսքային վթար։ Ոճաբանության եւ քերականության մարտերում պիտի միշտ ոճաբանությունը հաղթի։ Ինչ ճանապարհ է անցել բառը գրաբարում, միջին հայերենում եւ աշխարհաբարում։ Ոչ թե բառն է խնդիրը, այլ բառի տեղը, բառի կիրառության պահը։ Ինչ ասել է բառի խոնարհություն։ Որոշել են ցույց տալ, ոչ թե պատմել։ Ժամանակակից հայ գրականության լեզուն, որը պիտի լինի։ Կարելի է թողնել հանգիստ այդ խեղճ ժամանակակից գրողին։ Ինչու եք գրում։ Ողջույն, ես ընթերցում եմ ձեր բոլոր ոգևորիչ նամակներն ու մեկնաբանությունները ու սրտան շնորհակալություն եմ հայտնում։ Մեզ կարող եք աջակցել երկու տարբերակով՝ անվճար բաժանորդագրվելով YouTube-յան մեր ալիքին, սեղմելով զանգակի կոճակը եւ հավանելով այն տեսանյութերը, որոնք դիտել եք եւ իրապես հավանել եք։ Եվ վճարովի տարբերակով միանալով ամսական բաժանորդագրությամբ Re-Armenia հարթակի մեր նախագծին ցանկացած գումարի չափով։ Ի դեպ, մենք պատրաստել ենք կադրից դուրս հատվածներ բոլոր այն մարդկանց, որոնք կմիանան Re-Armenia-ի մեր նախագծին։ Նշածս բոլոր հղումները կարող եք գտնել այս էպիզոդի նկարագրություն բաժնում։ Ի դեպ, մեզ կարող եք դիտել նաև արդեն Spotify-ում եւ Apple Podcast-ում։ Շնորհակալություն։ Այսօր իմ հյուրը խմբագիր եւ բանաստեղծ Նշան Աբասյանն է։ Նշան ջան, ողջույն։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով։ Ինչ եք անում սովորաբար առավոտյան 10:30-ին եւ որտեղ եք լինում։ 10:30-ին ես հեռավար եմ աշխատում։ 10:30-ին աշխատանքից 1/3-ը ավարտած եմ լինում։ Երկրորդ սուրճն եմ երևի խմում։ Մի թեթև ընդմիջում անելու եւ նորից տեքստերին վերադառնալու, որովհետեւ ինձ համար սովորություն եմ դարձրել վաղ արթնանալ, թարմ ուղեղով գործը մի լավ առաջ գցել, ինչպես ժողովուրդն է ասում, եւ օրվա երկրորդ կեսը ազատ լինել, տնօրինելու թե ժամանակը, եթե ուզում ես ինչ-որ այլ բաներով զբաղվել, եւ թե աշխատանքին ավելի հանգիստ մոտենալ, լարված չլինել, որ օրվա աշխատանքը չես հավարտել։ Իսկ որքան կանուխ եք արթնանում։ Հիմնականում 7-ին, 6:30-7-ին այդպես արթնանում եմ, մի բաժակ թարմ սուրճ եւ անցնում եմ աշխատանքի։ Լավ։ Քանի որ ձեր աշխատանքի մեծ մասն առնչվում է բառերին, խոսքին, կուզեմ այսօր միասին խորանանք հենց բառի իմաստի, լեզվի համակարգի, բառերի ձևափոխման մեջ եւ ուզում եի առաջին հերթին հարցնել, ինչ ասել է խոսքային վթար։ Տերմինը առաջին անգամ ձեզնից եմ լսել։ Ես էլ այդ տերմինը ճիշտն ասած լսել կամ սովորել եմ ոչ բանասիրական ֆակուլտետում, այլ մի հոգեբանից շատ ավելի ուշ ֆակուլտետն ավարտելուց հետո եւ սկսեցի ուղղակի նկատել, որ այդ երևույթի մասին մենք մասնագետներս խոսում ենք իբրև քերականական սխալների մի առանձին խումբ, բայց փաստորեն դրանք հոգեբանական առանձնահատկություն ունեն։ Դրանք այն սխալներն են, որոնք իրականում մենք կատարում ենք համաբանության միջոցով, այսինքն մի բառի, մեկ այլ բառի նմանողությամբ ենթագիտակցորեն այդպիսի սխալներ ենք կատարում, այսինքն ըստ էության ստացվում է տրամաբանորեն բացատրելի, բայց քերականորեն սխալ։ Ասենք օրինակ ապացուցել եւ վկայել բառերը իմաստով մերձ են եւ հիմնական նույն համատեքստում կիրառվող բառեր են, չէ՞։ Տեսեք, ապացուցել բայը պահանջում է ուղի խնդիր, ներգործական սեռի բայ է։ Վկայելը չեզոք սեռի բայ է, բայց վերաբերության անուղղակի խնդիր կարող է ունենալ, այսինքն վկայել այսինչ բանի մասին։ Հիմա այս վկայել բառի համաբանությամբ ապացուցել բառի լրացումը խնդիրը դնում են ոչ թե ուղի խնդիր, այլ էլի վերաբերության անուղղակի խնդիր, ասում են ապացուցել այսինչի մասին։ Այնինչ զուտ քերականական կանոնի համաձայն արդեն պիտի ասեին ապացուցել այսինչ բանը, ոչ թե այսինչ բանի մասին։ Այս ամենապարզունակ տեխնիկական համեմատությունը օրինակը ներկայացրի, այս տիպի սխալներն են խոսքային վթարները։
կամ օրինակ ասում են ժողովուրդը եկան, որովհետև էլի մարդիկ գիտակցում են, Քաղաքական որ ժողովուրդը գոյական է։ մարդկանց խումբն է եւ ինքնաբերաբար ստորոգյալը դնում են հոգնակի թվով, այնինչ էլի զուտ քերականորեն բառը պահանջում էր եզակի ստորոգյալ, որովհետև ինքը եզակի թվով էր, թեպետ հավաքական գոյական էր։ Իդեպ մեր նախնիները երևի ավելի հեռուն են նայել եւ ավելի լայն հայացք են ունեցել լեզվի հանդեպ, որտեղ գրափարում ունենք այդ բակառություն էր կոչվում այդ երևույթը, երբ հավաքական գոյականը կարող էր ստանալ եզակի ստորոգյալ կամ հակառակը, այսինքն տրամաբանության շերտը ավելի կարևորված էր, քան թե պարզապես կանոններին Հետևելը։ գերի լինելը։ Հետևելը կարևոր է եւ անհրաժեշտ, գերի լինելը։ Շատ լավ, բայց մենք հենց հաճախ, քանի որ այս շփոթմունքի արդյունքում նաև խախտում ենք կանոններ եւ այդ կանոնները խախտելով ստեղծում ենք դժվարություններ ընդհանուր լեզվով, ընդհանուր կառույցով խոսելու տեսանկյունից, արդյոք որ ուղղությամբ գնալ, հա, մի կողմում հոգեբանական առումով լիարժեք հասկանալի է, մյուս կողմում կանոնները, որոնք ստեղծված են ընդհանուր լեզուն համակարգելու եւ առաջ տանելու համար, խախտվում են։ Ձեր առաջարկը ո՞րն է։ Տեսեք, իրականում շատ են խնդիրը բարդացնում եւ ծանրացնում, ամեն ինչ շատ ավելի պարզ է, հավատացեք։ Եթե գործ ունենք գրավոր խոսքի հետ, այսինքն ունենք ժամանակ, կա պատասխանատվության որոշակի հանգամանք, մասնավորապես, ասենք, վարչական բնույթի տեքստեր շարադրելիս, պետք է կարգը, կանոնը, սահմանված նորմերը, նույնիսկ որոշումները ժամանակին, օրինակ մեր տերմինաբանական կոմիտեն պետականորեն այսպես հաստատված որոշումներ ուներ, թե ինչպես, ասենք, օրինակ ինչպես օտար բառերը տառադարձել եւ այլն։ Սրանց պահպանությունը այս առումով կանոններին հետևելու առումով կարեւոր է այս դաշտում։ Բայց հիմա մենք երկուսով զրուցում ենք։ Պատկերացրեք ինչքան անազնիվ կլինի ինչ որ մի մաքրամոլ լեզվաբանի պահանջը, որ անսխալ, անսայթակ, առանց դադարների, առանց կմկմալու երբեմն ինչու՞ չէ, պատահում է, խոսենք ուղղակի, նախ դա տեխնիկապես անհնար է։ Երկրորդը մեր խոսքից ամբողջությամբ դուրս կգա գույնը, բույրը, համը, կենթանությունը, շունչը։ Եվ այն կառույցները, որոնք գուցե ցայտակումների արդյունքում առաջանան։ Այո, մյուս կողմից ունենք գեղարվեստական լեզու, որտեղ մենք միայն վարչական ոճին հատուկ եւ վարչական ոճի պահանջած այդ խստություններով, այսպես ճակերտավոր, տեսեք, բառ չկա, հիմա ասացի, խստություններով չեն կարող առաջնորդվել։ Հերոսները տարբեր մշակույթների կրող են, տարբեր խավերի ներկայացուցիչ, հեղինակի ինքը այս կամ այն աշխարհայացքը կարող է ունենալ եւ այդ ամենը պիտի արտահայտվի լեզվի միջոցով։ Միայն գրական լեզուն կարող է սպասարկել այդ ամբողջ աշխարհը արտահայտելու գործին, կարող է սպասարկել, իհարկե ոչ, բայց մյուս կողմից կարդացած մարդը, ընդհանրապես գրագետ մարդը, անգամ խոսակցական լեզվով գրագետ է խոսում։ Չգիտեմ ինչպես, բայց բառերի արանքից, բառերի կապակցման ինչ որ նախասիրություններից կամ նախընտրություններից այդ մարդու խոսողի զգալի է դառնում մարդը լեզուն ճանաչում է, կրողն է լեզվի, թե իր սխալները կամ վրիպումները զուտ անգրագիտության, չիմացության դպրոցը վատ սովորելու արդյունք են։ Այս առումով, եթե դուք լավ գրականություն եք կարդում, հիմա եթե հայոց լեզվի մասին եք խոսում, մասնավորապես հայ դասական գրականություն, հայալեզու լավ գրականություն եք կարդում եւ սիրում, ուրեմն պիտի ձեզ չկաշկանդեք այն պայմանականություններով, որոնք հաճախ ցավոք սրտի մեր առջև դնում են որոշ մասնակ, ոչ բոլորին իհարկե չեմ ուզի այդպես մի բանի մեջ դնել, բայց որոշ մասնագետներ, այսինքն երբ որ ես հիմա էջ ունեմ խմբագրի անկյունից, ես էլ եմ բլոգեր, իհարկե տեքստային բովանդակություն է ներկայացվում այնտեղ, հաճախ են պատահում մեկնաբանություններ, երբ ասենք նստում ես, վերլուծում ես, երկար մտածում ես, նույնիսկ տարիների մտորումների արդյունք կարող է լինել։ Ասենք անդադ մտքիդ էս բանը գա, սկսես մտածել, հետո թողնում ես, հետո նորից ես վերադառնում։ Ի վերջո մի օր խտանում է, ձևակերպում ես որոշակի իրողություն, երևույթի մասին ինչ որ կարծիք, մոտեցում, եւ փոխանակ դա քննարկման նյութ դառնա, իհարկե դա դառնում է եւ ես իմ հետևորդներին շատ եմ սիրում, շատ շնորհակալ եմ այդ առումով իրենց լայնախոհության եւ այդ նուրբ չասված բաները ճիշտ ընկալելու
հատկության համար, բայց երբեմն պատահում են մեկնաբանությունները, որ այդ ամբողջ արածդ աշխատանքը անտեսվում է ու ինչ որ մոռացած ստորակետի կամ չգիտեմ վիճելի ոչ այնքան միանշանակ հարցի վերաբերյալ պնդում է լինում, էլի մեկնաբանություններում կամ ուղղակի նամակների տեսքով, որ կանոնը ասում է, որ այսպես պետք է լինի, բայց մոռանում են մարդիկ, որ իրականում կանոնն է մարդու համար, ոչ թե մարդը կանոնի։ Այ հենց ձեր խմբագրի անկյունն էի թերթում երեք ու ինչն էր տպավորում բազմազանությունը բովանդակության, էլի հիմնական թեմաները, նյութերը ստեղծված էին խոսքի, գրականության, բառերի, անցած ճանապարհի շուրջ, բայց կար բազմազանություն ու կուզեի իրար հետ նաև գանք բառի ճանապարհից, հա, ինչ ճանապարհ է անցել բառը գրաբարում, միջին հայերենում եւ աշխարհաբարում իմաստային փոփոխության առումով։ Այնքան լայն հարց եք տալիս հիմա մի ամբողջ ուսումնասիրության նյութ է, եթե չասեմ առանձին գիտաճյուղի, բայց ընդհանուր ինչ կարող եմ ընդհանուր ձևով բնորոշելու համար ասել։ Այն բառերը, որոնք օրինակ գրաբարում սովորական կենցաղային, պարզ, իրենց ուղիղ իմաստը կրող միավորներ են եղել, մոռացվելու արդյունքում մի տեսակ ինչպես ասում են հնացած գինին ավելի համեղ է լինում, չէ՞, հա, այդ հնացած գինու էֆեկտը կարծես ստանան այդ բառերը եւ սովորական կենցաղային գործածության բառերը ժամանակակից լեզու բերելով մենք կարծես մեր խոսքին հաղորդում ենք որոշակի արիստոկրատություն, ինչ որ հնության բույր, պատմականություն, հղում անցյալին, ոգեղենություն, խորհրդավորություն, այս պատճառով են հաճախ սովորական, ասենք խոյանք, տեսեք խոյանք, պարզապես թռիչք է նշանակել գրաբարում, բայց երբ կիրառում ես ժամանակակից հայերենում հնչում է իբրև ինչ-որ ավելին քան թռիչք, չէ, ինչ-որ հոգու թռիչք, այս բանը կա, էֆեկտը, այդ բառը թույլ տվեք օգտագործեմ, երևի հիմնական առանձնահատկությունն է, դա կնշեի, այսինքն այն որ մենք ասում ենք գրաբարը ոգեղեն է, սրբազան է, կատարյալ է, այս անշուշտ, բայց սրանք այնքան լեզվաբանական բնորոշումներ չեն, լեզվաբանական հասկացություններ ու կատեգորիաներ չեն, որքան հոգևոր մշակութային, այսինքն մեր վերաբերմունքի արտահայտությունն են այդ ձևերին, կաղապարներին, որովհետև դարերի պատմությունը այդ բառերին հաղորդել է կենսագրություն, տվել է կենսագրություն, յուրաքանչյուր բառի նույնիսկ ուղղագրություն գուցե բացատրելու համար անհրաժեշտ լինի անցյալի ինչ-որ մի դեպքի անդրադառնալու, բացատրելու համար օրինակ ասում են ինչու է այսինչ բառը այսպես գրվում, իսկ այն մյուսը այդպես չի գրվում եւ չկա որևէ ասենք քերականական բան, օրինաչափություն եւ բացատրելու համար պիտի հղում անես անցյալին։ Այս պատմություններն են, որ լեզվին կցորդ են դառնում եւ լեզուն ժամանակի ընթացքում սկսում է դառնալ ոչ միայն պարզապես համակարգի մասին գիտություն, այլ նաեւ մշակութային շերտեր, հոգեվոր շերտեր, մտածողություն, աշխարհայացք բերող լայն, շատ ավելի լայն ու խոր աշխարհ։ Դրա համար այ տեսեք իմ միտքն իսկ ինձ օգնեց, այ հենց դրա համար է կարևոր կանոններից կարճած չլինելը, որովհետեւ կանոնին հետևելով մենք կարող ենք մեկ էլ հանկարծ մի շատ խոր, շատ ավելի խոր երևույթից հրաժարվենք, որովհետև այսօր կանոնը չի, օրինակ ասենք կանոնն ասում է, որ փոխարեն կապը նախադրություն է, փոխանակ կապը հետադրություն, այսինքն պիտի ասեմ Արամի փոխարեն հետադրություններս ու խառնեցի, Արամի փոխարեն, բայց փոխանակ Արամի։ Հիմա եթե ես ասեմ Արամի փոխանակ, ինչ պիտի լինի։ Ինչ կլինի էլի, ոչ մի բան, հակառակը ինչ որ հետարքիր այդ փոքրիկ չարաճճիությունը կդառնա բան, այո, արժեք կդառնա։ Ես միշտ իմ հետևորդներին, աշակերտներիս նաև ուսանողներ ունեմ, առցանց հանդիպումներ ենք ունեն, միշտ ասում եմ ոճի եւ քերականության, ոճաբանության եւ քերականության մարտերում պիտի միշտ ոճաբանությունը հաղթի։ Այսինքն, եթե նույն ուղղությամբ են նայում, ուրեմն շատ լավ, բայց եթե կա հակադրում կանոնի եւ ոճի, պիտի ոճը հաղթի։ Որովհետեւ ոճի այդ հաղթանակը չի նշանակի, թե դու քերականական կանոնի չիմացությամբ ես արել դա, այլ ճիշտ հակառակը, կերևա որ դու
իմանալով իսկ ճանաչելով դա դիտմամբ հրաժարվել ես դրանից կամ շրջանցել ես այս պահին այսպես եւ իրեն էլ խնդրել ես ներողամտաբար նայել արարքիդ այսպես ասած եւ հենց այդ մի փոքրիկ ճարաճճիությունը շեղումը քո խոսքին թարմություն է բերում նոր շերտ է բերում հաճախ օրինակ տեսեք ոճի մասին ենք խոսում ասում են այս գրողին հատուկեն էս ձևեր հիմնականում նկատել եք որ ոճի առանձնահատկությունները ամենացայտուն բաները որով տարբերվում է ոճը այս մարդու ոճը հենց այդ քերականական շեղումներն են պետք է բոլորս նույն կանոնների եւ ընդունված գաղափարների մեջ խոսեինք ոչ կունենանք ոչ տարբերակում ոչ էլ երանգներ Այսօրվա արհեստական բանականության լեզուն կլիներ։ Հա, կլիներ, բայց արհեստական բանականության մասին կուզեմ հետո եթե հարմար նկատեք խոսել, որտեղ հրաշալի գործիք է մասնագետի ձեռքին։ Շատ։ Այ գրաբարի մասին քանի որ խոսեցինք, ես հիշեցի նաև պիտի բառի տեղափոխումը աշխարհաբար, գրաբարում ինքը եղել էր պիտել բայեր, պիտեմ, պիտես, պիտի երրորդ դեմքով, հիմա դարձել է մասնիկ, այո, հարկադրական եղանակի մասնիկն է բայակազմիչ։ Իսկ նաև այդ ազդեցիկության մասին որ խոսեցինք, օրինակ շատ հաճախ եկեղեցական շարականներ, պատարակների ժամանակ գրաբարն օգտագործվում է ու ինչ եք կարծում, այդ գրաբարի շքեղությունից է, թե մարդկանց ամեն դեպքում գրաբարին խորտ լինելուց, որ այդ ազդեցիկությունը, խորհրդավորությունը, ինչպես ասացիք, լեզվի հանդեպ կա եւ դա այդ մթնոլորտն է ստեղծում հենց այդ բառերով։ Ինձ թվում է երկուսն էլ։ Եվ այդ խորհրդավորության հանգամանքը կա անհասան, ինչպես որ Աստված ինքն է անհասանելի, անիմանալի, այդպես կարծես գրաբարը իր որոշակի չափով անհասանելի խորհրդավոր, այսպես վեր, մեր աշխարհային կենցաղային լեզվից ու խոսքից վեր լինելով, կարծես ավելի արտահայտի այդ հարաբերությունը մարդ Աստված, եւ մյուս կողմից պիտի նկատի ունենանք, որ գրաբարով գրվել են նաեւ այլ ժանրի, այլ բնույթի տեքստեր բայց եկեղեցական գրաբարը աղոթքի գրաբարն է։ Այստեղ պիտի տարբերակենք լեզուն եւ խոսքը, ասելիքը, ինչ է ասվում էլի։ Այսինքն աղոթքը մարդը պատկերացրեք գրաբարով աղոթքներ է անգիր սովորել եւ իր ամենանվիրական, ամենաանձնական, ամենաինտիմ պահերի գույնն են այդ աղոթքները եւ այդ աղոթքները մեկ էլ լսում են նորից եկեղեցում կամ ասենք շարականներ լսելիս Այդ հարազատության զգացողությունն է ուղղակի արտանում կարծում եմ էլի։ Ձեզնից մի միտքեր եմ լսել, կուզեի դրան եւս անդրադառնանք։ Ասում եք, որ օրինակ զղջալ բառը պիտի արտահայտի, բառը պիտի արտահայտի զղջումը եւ ոչ թե պատմի այդ զղջման գործընթացի կամ նմանատիպ ցանկացած այլ բառի պատմությունը։ Այ մի փոքր կմեկնաբանեք։ Հա, դա ես հասկացա որտեղից եք վերցրել Նարեկացու եւ ընդհանրապես մեր միջնադարյան աղոթագիրների ոճի մասին նյութներ, հոդվածը փոքրիկ։ Այդտեղ ես ուղղակի ուզում եի ցույց տալ, որ նրանք որոշել են ցույց տալ ոչ թե պատմել։ Եվ սա պետք է կարելի է տարածել նաև ժամանակակից ընդհանրապես գրականության վրա, նաև աշխարհիկ գրականության վրա։ Այսինքն արժանավոր է լեզվական առումով, արժանավոր է, բարձր է, վայելուչ է իմ կարծիքով այն գրականությունը, որը ոչ թե պատմում, նկարագրում, վերապատմում է։ Դեպի դա կարող է առանձին ժանր, առանձին նպատակադրում լինել եւ իր ձևի մեջ, իր համատեքստում միանգամայն արդարացված եւ ճիշտ։ Բայց ընդհանուր եթե էլի փորձենք ձևակերպում տալ ցույց տալու շնորհքն է կարծում եմ արվեստի առանձնահատկությունը եւ արվեստագետի տաղանդի ցուցիչը ցույց տալու ոչ թե պարզապես պատմելու այդ նյութը ինչի համար է գրել որովհետեւ հաճախ ցավոք դպրոցում մանավանդ մեր աշակերտներին տարիներ առաջ հիմա լրիվ ուրիշ պատկեր է եւ ավելի ընդեղել հիմա ուրիշ խնդիրներ կան բայց ես մեր օրոք օրինակ մեր ժամանակներում հիշում եմ սովորեցնում եմ ինչքան գեղեցիկ բառերի շարան լինի շքերթ լինի այնքան ավելի բայց այդպես չի մենք օրինակ ունենում ենք սկսնակ հեղինակներ, որոնք բերում են ոգևորված իրենց ստեղծագործությունները, խնդրում են նայել, գնահատել, տեսնում ես, որ այդ ավելորդ ոգևորությունը, ավելին ասելու, խորքային մի բան ասելու այդ ձգտումը, մարդուն մղել է հակառակ ծայրահեղության եւ բառերի հեղեղ ունենք, բայց այդ հեղեղի տակ կորում է ամենակարևորը, հա։ Եվ ամեն բառ կորցնում է իր
ինքն իրեն ցույց դնելու հատկանիշը հիշեցի ես Սյունիքից եմ երբ վերադարձել էի Սիսիան մտել էի մեր մշակույթի բաժին կարծեմ ու պատերազմի այդ շրջանի հետ էր համընկել ու ունեինք զոհեր որոնց համար պիտի այդ մահախոսականը կարդային մշակույթի բաժնից մի հոգի այդ տեքստն էր բերել ու ղեկավարին էր ցույց տալիս թե ինչ է գրել նայեց ասաց մի քիչ էլ երկար թող լինի մի քիչ էլ երկար քիչ է ու զգում էիր որ իսկապես բառի իմաստի նվազում էր տեղի ունենում այդ ստորակետով որոշիչների չգիտեմ ածականների եւ այլնի հաշվին հա իսկապես շատ տխուր է ու շատ հաճախ հենց այդ խոսքն է իբրև գեղեցկախոսությունն է քարոզվում բեմերից չգիտեմ ինչ որ հանրային տարածքներից որոնք իրականում ոչ այլ ինչ են եթե ոչ ուղակի բառերի կույտ Գիտեք, այստեղ բայց մի լրացում էլ անենք, որ մեզ սխալ չհասկանան։ Որոշակի մտքեր, որոշակի բովանդակություն արտահայտելու համար, որոշակի համատեքստում, որոշակի իրադրության մեջ, գուցե այո, անհրաժեշտ է երկար ծավալի մեջ, բայց այդ երկարը պիտի արդարացված լինի։ Այսինքն այդ բառերը ինքնանպատակ պիտի իրար չհետևեն։ Այս խնդիրը կա էլի։ Համաձայն եմ, հատկապես հիմա, երբ ամեն ինչ այսպես ուշադրության մրցակցության դարում ենք, հա, եւ ամեն վայրկյանը, ամեն րոպեն մարդկանց փորձում են տարբեր կողմերից վերցնել, գովազդներից սկսած, սոցցանցերի տարբեր այդ ալգորիթմներից սկսած, այստեղ երևի թե ավելի կարևոր է դառնում, որ մեկ միավորը, մեկ բառը հնարավորինս արտահայտի այն, ինչ որ մեկ միտք լինի, այո։ Ինչ ասել է նշան բառի խոնարհություն։ Այն ինչի մասին հենց հիմա խոսում ենք, կարծում եմ։ Հասկանում եք, եթե ինքնաբավ է բառը, այսպես փիլիսոփայական ստացվեց, բայց այո, էլի միտքը ինքնաբավ է, սեթևեթելու մարմաճ չունի խոսքի ինքը։ Այդ խոնարհությունն արդեն իսկ իր վեհությունն ու ազնվականությունն է արտահայտում։ Այս նկատի ունեմ, ոչ թե այն խոնարհություն ասելով այդ ավելորդ համեստություն կամ ամենևին ոչ հանգստություն է լավ այսպես հանգիստ իսկ կան բառեր որոնք խոնարհություն չունեն դե հա փաստորեն կան եթե ուղղակի ասենք գրեհիկ խոսքը որոշակի բառեր կան որոնք հենց գրեհիկ են որովհետև այդ բառերը այդ իմաստն են կրում դրանց այդ իմաստն է տրված նույնիսկ բառարանով եւ դրանց կիրառությունը բնականաբար խոսում է արդեն մարդու դաստիարակության կրթության մասին կան իհարկե բայց մեծ մասամբ ոչ թե բառն է խնդիրը այլ բառի տեղը բառի կիրառության պահը եւ թե ինչ բառերի մեջ է այդ բառը Այս ավելի շատ խոսքն է, էլի խոսքի մասին է խոսքը, ոչ թե բառի, հենց ուղղակի բառարանում գրված բառի, որովհետև ամենա, այսպես խոսակցական, անփույթ թվացող բառը իր տեղում կարող է եկել այնպիսի գույն ու երանգ բերել տեքստին, նյութին, բանաստեղծությանը, չգիտեմ, խոհին, դրա համար այդ առումով ավելի ճիշտ կլինի բառի մասին, խոսքի մասին այդ բնորոշումը տալ, ոչ թե առանձին բառային միավորների։ Դուք նաև քանի որ խմբագրական գործունեություն եք ծավալում, հավանաբար տարբեր գործեր կարդալիս նաև առաջարկում եք, ենթադրում եմ վերնագրեր կամ ընտրում եք, ինձ հետաքրքիր է, որ բառն է դառնում վերնագիր եւ որ բառերն են մնում որպես նյութ։ Կա ինչ-որ բնորոշում։ Էլի ուզում եք անպայման բառեր ասեմ, հա կոնկրետ բառեր չեմ կարողանա։ Բառ իմաստի տեսանկյունից, հա, ինչ բառն է ամփոփում ընդհանուր նյութը, ինչ սկզբունքով են վերնագրերը վերցնում այդ բեռն իրենց վրա, ամբողջ նյութի մասին առաջին պատկերացումը տալու։ Գիտեք, վերնագիրը պիտի պրովոկացիոն լինի, ճակերտավոր պրովոկացիոն, որովհետև պիտի մի կողմից գրավի, առինքնի, ստիպի ընթերցողին կարդալ շարունակությունը, բայց մյուս կողմից պիտի լինի ամբողջը դեռևս չբացահայտած, այսինքն ավելի շատ հարց պիտի առաջացնի ընթերցողի մեջ, որպեսզի նա մղվի այդ հարցի պատասխանը գտնելու արդեն բուն տեքստում։ Այդ առումով կարևոր է որոշակի այդ ինտրիգը,
պահել է, բայց սա էլ հակառակ ծայրահեղության է հասցված, այսօր գիտեք մեր օրերում է դեղին մամուլ կոչվածը ինչ կնեն, չեք հավատա թե ինչ պատահեց, տեսեք թե ինչ նկարներ է հրապարակել եւ այսինքն էս էլ պիտի չհասնի ծայրահեղության, որտեվ 1-2 անգամ ընթերցողին կարող ես խաբել եւ բանը գրավել, բայց շատ արագ վստահությունը կկորցնես, այսինքն պիտի մի կողմից բովանդակությամբ լիովին արդարացված լինի վերնագիրը, մյուս կողմից ամբողջ բովանդակությունը չմատնի կամ էլ ուղիղ չբնորոշի։ Հիմա պատկերացրեք, ասենք Շիրվանզադեի կենսագրությունն եմ գրեմ Շիրվանզադեի կենսագրությունը։ Ուտպրակս։ Բայց ոչ հիմա չնայած ասեմ մենք ունեցել ենք, չէ, հեղինակներ, բանաստեղծներ, ժողովածու էին հրատարակում, դասականներ գրում էին բանաստեղծություններ ուղղակի, բայց պիտի հասնես այդ աստիճանին, որ քո անունը արդեն լինի այդ բրենդի բանը, էլի, այսինքն այդտեղ կարող ես նույնիսկ վերնագիր չգրել էլի։ Իսկ ունեք սիրելի գրքերի, պատմվածքների կամ չգիտեմ բանաստեղծությունների վերնագրեր, որոնք այդ բանում ձեր բերած օրինակում տեղավորվում են կամ արտահայտում են։ Ես հարցը տալու եք կմտածեի կընտրեի, իհարկե ունեմ, բայց այսպես ուղղակի միանգամից, ինչպես ասում են, ոտքի վրա թեպետ նստած ենք, դել ասեմ, որ ուղղողներ չլինեն, ոտքի վրա դժվար է հիշել, մտաբերել, բայց խորհրդավորություն արտահայտող հարցում արտահայտող վերացական հարցում արտահայտող վերնագրերը շատ եմ սիրում, օրինակ ինչ հիշեմ, ասենք հայտնի մուլտը գիշերվա երազը, երազը պարզ է, որ հիմնականում երազը գիշերվա է լինում, բայց արդեն բանը առաջ, ինչ որ դեպք է տեղի ունեցել գիշերը, Դոստոևսկու ապուշը, չէ՞, օրինակ, մի բառ, բայց հետաքրքրություն է առաջացնում։ Բակունցի վերնագրերն են շատ հետաքրքիր։ Միրհավ, ինչ միրհավ, ինչի անորոշ հոդով, լավ էլ չմոռանամ։ Դե լավ, ոչինչ, այդ երկուսը կդնենք, դրանով կավարտենք։ Չէ, շատ ավելի լավ օրինակներ կային, էլի, հետո մտաբերելու եմ ասեմ, վայ, ոնց մոռացած ասել։ Ամենալավ բանը է, որ հետ չեք նայում։ Ես ոդքասթից հետո միշտ ունենում եմ չտված հարցեր։ Հա, միշտ։ Դե հաջորդին կտակ, ես էլ գոնե բանը։ Չասած մեջբերումներ, բայց հետ չեմ նայում, որտեվ անցյալում բան չես կարող փոխել, արդեն եղել է։ Լավ վերնագիր էր։ Անցյալում բան չես կարող, անցյալում ոչինչ չես փոխել։ Հա։ Գանք մի փոքր ձեր անցյալին, հենց անցյալից խոսեցինք, աշխատել եք Հանրային ռադիոյում որպես հաղորդավար, նաև շողակաթ ընկերությունում, սցենարիստ, էլի հաղորդավար եք եղել, այ ինչ է ձեզ տվել այդ ճանապարհը որպես բանաստեղծ եւ որպես խմբագիր, լրագրությունն ու հաղորդավարությունը։ Շատ մեծ փորձառություն, թե մասնագիտական, թե պարզապես կյանքի, որովհետև մեր մասնագիտությունը մի այսպիսի առանձնահատկություն ունի։ Դու ոչ միայն քո մասնագիտական նյութին պիտի լավ տիրապետես, բուսաբանություն է տիրապետելը, բայց պիտի ասվի։ Այսինքն ոչ միայն պիտի քո մասնագիտական նյութը լավ իմանաս, այլև կյանքը, որովհետև գրականությունը, լեզուն մեծ իմաստով որտեղից է սնվում։ Կյանքից, մարդկային հարաբերություններից, աշխարհի ճարից ու բարու, ճարի ու բարու այդ հակամարտության պատմությունից եւ այլն։ Այս առումով ճանապարհը, որ դու անցնում ես, միշտ հարստացնում է քո բանասիրական քո միջի բանասերին, այսպես ասած։ Առավել եւս, երբ մշակութային հաղորդումների, մշակութային նախագծերի հեղինակ ես լինում, այդ ոլորտում ես աշխատում, բնականաբար եւ շփումներ տարբեր արվեստագետների հետ, տաղանդավոր, ոչ այնքան տաղանդավոր, քո աշխարհայացքին հարազատ, քեզ ոչ հարազատ եւ տարբեր արվեստի տարբեր ճյուղերի նկարչությունից, երաժշտությունից սկսյալ մինչեւ գրականություն, կինեմատոգրաֆիա եւ այս ամբողջը հարստացնում է քո մտածողությունը, լեզվա մտածողությունը, որ եւ հետո թվում է թե այդպես պարզապես լեզվական գիտելիքի արտահայտություն է խմբագրման, բայց իրականում որ անդրադառնում ես, տեսնում ես, որ այդ ճանապարհը եթե չանցներ, այս նրբությունը հիմա այստեղ չէր նկատի, այս ուղումը չէր անի, այս բանը չէր առաջարկի հեղինակին փոխել, թե նայում ես, որովհետև տեսնում ես գերականական խնդիր չկա, բայց ասում ես մի րոպե, այս հետարքի բանը կարող ենք անել ավելի լավ դառնա, ո՞նց ես դա իմանում,
այդ քո անցյալի կուտակած փորձի գիտելիքի շնորհիվ չէ միջոցով այդպես Իսկ կհիշեք ինչ որ օրինակներ, որ դրանք իսկապես հենց էապես ազդել են գուցե շողակաթի ձեր հեղինակային տեսեք հաղորդումներից։ ինչը ասեմ եւ շողակաթի եւ ռադիոյի ռադիոն մի այսպիսի առանձնահատկություն ունի շողակաթն էլ որովհետեւ մենք հիմնականում կադրի հետևում ուղակի կադրի հետևում ենք այսինքն մեր ձայնն էր լսվում դու պիտի խոսես այնպես որ քո նախադասությունը չլինի երկարաշունչ այն իմաստով երկարաշունչ որ անընդհատ բարձրացող ընկերանք չունենաս կամ հակառակը չպիտի լինի շատ կարճ այսպես թվարկումների նման որ մանկախոսություն չստացվի այսպես էս բառը հիմա պայմանականորեն ասեմ էլի եւ այդ կարգը լեզվի երաժշտությունը ավելի կարեւորված է հնչող գրական խոսքում այսինքն ոչ միայն տեքստը գրել ես մի հատ է պիտի կարդաս պիտի այնպես գրես նախադասությունը այնպես կառուցես որ դրա ընթերցումը հեշտ լինի եւ քեզ համար հեշտ ու բնական լինի ընթերցումը այսինքն շեշտերը պիտի ճիշտ դրվեն բառային շեշտերը էլի կետադրական նշանը նկատի չունի դադարները պիտի ճիշտ դրվեն եւ այս իմացությունը այս փորձառությունը օգնում է նաեւ արդեն պարզապես բարձրաձայն չընթերցվող անգամ չէ գեղարվեստական տեքստը խմբագրելիս այդ երաժշտականության պահանջը հավելյալ ինչ ասեմ կմահաճությունը այսպես ասեմ լավ իմաստով քեզ ստիպում է ավելի պահանջկոտությունը ստիպում է ավելի երաժշտականություն փնտրել ավելի կա լուծումը տեսնում ես ասում եմ խնդիր չկա քերականական բայց ասում ես ավելին անեմ անցումը ավելի սահուն դարձնեմ կապերը ավելի տրամաբանական դարձնեմ այսա ինձ տեխնիկական առումով սովորեցրել է հենց լրագրողական աշխատանքը որ ասում եք զուգահեռ հիշում էի իմ խնդիրները որոնք կան եւ Սիսյանի երաժշտական տոնի այդ բարբառով պայմանավորված որ հարցերը միշտ հարցական երաժշտական այսպես բարձրացող տոնով եմ խոսում ու չի ավարտվում այդ տոնը բայց հիշեցի նաեւ որ ինքս էլ երբ որ գրել եմ տեքստեր նաեւ տեքստագրության այդ ոլորտում աշխատել եմ ու բանավոր տեքստերը երբ պիտի բանավոր ընթերցվեին լիարժեք այլ կերպով այլ շեշտադրությամբ այլ ձևով էի գրում միշտ կարդում էի որ ասացիք փաստորեն այդպես հենց մոտեցումը տեխնիկա կար հետաքրքիր էր մի թեթև կիսաձայն ուղակի կարդակ ձեր ձայնը ձեզ կհուշի արդեն այ ուզում եմ գանք նաև ձեր գրական գործունեությանը դուք գրում եք խմբագիր լինելու մասին մի փոքր խոսեցինք կուզեմ խոսենք հիմա հենց գրականության մասին նախ ինչու եք գրում Որտեղ շատ հաճախ խմբագիրները գրականագետները սովորաբար այսպես վերլուծում են եւ շատ դժվար է լինում համադրել խմբագրական աշխատանքը գրելու հետ Դե որովհետև ես սկզբում պարզապես գրում էի եւ խմբագիր չէի։ Իմ դեպքում հակառակ ուղղությամբ է եղել ընթացքը, այսինքն ստեղծագործում էի բանաստեղծություններ էի գրում, հետո միառժամանակ բավականին տևական ժամանակ համարյա 10 տարի համարյա դադար էի վերցրել կամ հիմա եմ ասում դադար էի վերցրել, որովհետև այդ ընթացքում մտածում էի, որ այլևս չեմ գրելու ուղղակի որոշել էի, որ էջը փակված է, փորձառությունը կա, գրված է այն, ինչ գրված է, որոշները լավ գործեր են, հավանում էի, որոշները ասում էի, հիմա չէի գրի, ինչու եմ, տեսնես, ինչու եմ այսպիսի բաներ ասել, ամենայն դեպս ինքնաբավ վիճակ էր եւ չկար նորից ներկայանալու, զարմացնելու բան, ցանկություն մղում, հանգիստ աշխատանքով էի զբաղվում, այդպես Հետո փաստորեն ուրեմն ստացվում է որ հիմա նորից կա զարմացնելու մղում էլի որ սկսել եմ գրել բայց հիմա մի քիչ ուրիշ է հիմա նայում եմ համեմատում եմ իմ այս նոր շրջանի ստեղծագործությունները առաջին շրջանի գործերի հետ հիմա ես շատ ավելի այսպես մատերի արանքով նույնիսկ թող ներեն ինձ ընթերցասերները գրականության սիրահարները բանաստեղծները ես ամենալայն ամենալուսավոր եւ բարի իմաստով եմ ասում մի տեսակ համարանքով այսպես կատակով եմ նայում պոեզիային հիմա Եվ դա իրականում ինձ օգնում է ավելի լավ գրել, գուցե իմ այսօրվա ձեռագիրը, ուղերձները, մտքերը, որոնք արտահայտում եմ, շատերը չհավանեն, իրենց հարազատ չլինի, ինձ համար լավ գրել, նկատի ունեմ, որտեղ ես ինձ հանգիստ եմ զգում։ Հանգիստ թեթև ես գրում եմ, գիտեք,
Գրում եմ, երբ Facebook-ում եմ, անկեղծ եմ ասում։ Երբեք էս վերջին 2 տարի նորից սկսել եմ գրել, երբեք որևէ անգամ չի եղել, որ ասեմ գնամ գրիչը վերցնեմ, նստեմ գրեմ, կամ բացեմ համակարգիչը, Word-ի ֆայլ ստեղծեմ ու այսպես սիրուն կներեք ես բառը պիտի ասեմ ակուրատնի մի բանաստեղծություն գրեմ, չէ։ Ինձ շփումն է ոգևորում, մարդկանց հետ շփում, ասենք Facebook-ում եմ տեսնում եմ ինչ-որ քննարկումներ, հետաքրքիր ասել խոսել, մի նկար, մի երաժշտություն եմ լսում, բաններ շնչվում եմ այդ բան, կես կատակ, կես լուրջ, ինչ-որ բան եմ գրում, հետո տեսնում եմ հետաքրքիր էր, կարելի է սա մի քիչ բան անել եւ համարել առանցին բանաստեղծական ուղղություն, ձև։ Այդպես ստացվեց, այսինքն ես սկզբից ըստ էության գրում էի ստատուսներ, էլի ինչպես հիմա են ասում։ Ուղղակի մտորում ստատուսներ, հետո պարզվեց, որ կարելի է ուղղակի այդ ստատուսները, այսինքն ուրիշներ, ընկերներս սկսեցին այդ ստատուսները համարել բանաստեղծություններ, ասում, վայ, ես նորից գրում ես։ Հա, փաստորեն ստացվում նորից գրում եմ, էլի, եթե այսինքն դրա անունը բանաստեղծություն է, շատ լավ։ Բայց բան չէ, էլի, ես ազատ եմ կգրեմ, չեմ գրի, չէ։ Իսկ օրինակ անժամանակ 15 թվականը մինչև 15-16 թվական, այսինքն այդ առաջին շրջանում, եթե ես օրինակ 2 շաբաթ չգրեի, կարող է սկսեի կարող տաղանդս կորցրի, ես մի բան ինչի չեմ գրում, ասենց անհանգիստ վիճակներ էին առաջանում։ Հիմա միևնույնն է բոլորովին եւ ավելի հանգիստ եմ, այն ժամանակ օրինակ բանաստեղծություններ կան, որ տանջանքով, ցավով, տվայտանքով, այդ երկունքով էին տրվում, էլի, բարիս այդ վերամբարձ իմաստով այդ երկունքով են ասում, չէ։ Հիմա չէ։ Եթե զգում եմ ինձ տանջում, ինչ եմ գրում, մի քրիա եղբայր, ինչ է նստել տանջվում, ինչ է, այսինքն դու պիտի հաճույք ստանաս, պիտի քեզ այդ process-ը պահը ուրախացնի։ Իսկ որ ժամանակների ձեր ստեղծագործություններին եք նախընտրություն տալիս հիմա ներկա։ Այսօրվա իհարկե։ Բնականաբար, եթե այսօր գրում եմ, այսօր եմ գրում եւ այսպես եմ գրում, ուրեմն այսօրվա։ Վաղը ես չգիտեմ ինչ հայացքներ կունենամ կամ ինչ հայացքով կնայեմ արդեն եղած նյութին այսօրվա եւ երեկվա, բայց այս պահին բնականաբար եթե այսպես եմ գրում, ուրեմն այսօրվա նյութին ասում եմ իմ ընկերներ ունեմ հրաշալի լուրջ մասնագետներ իմ ընկերների շրջանում, ովքեր մինչև իսկ զգում եմ որ ցավ են ապրում, որ իրենց սպասած կամ իրենց ճանաչած նշանը այսպես չկա էլի այդ բանաստեղծության այդ հերոսը քնարական, բայց չեմ ես գիտեմ որ ես գիտեմ ինչ եմ անում եւ համոզված եմ որ այն ինչ հիմա ես անում եմ ավելի այդտեղ ես ավելի ես եմ քան այդ մշակված հղկված եւ կային եւ ամենևին չստացվի թե ես հիմա դեմ եմ ընդհանրապես այդ դասական ձևի բանաստեղծություններին եւ դասական ամբողջությամբ մաքուր ոսկեղենիկ հայերենով գրված այդ տեքստերին, չէ, ամենևին չէ, ուղղակի ազատությունը շատ ավելի բարձր բան է, քան պարզապես գրական լեզուն էլի։ Մի քանի գործ կընթերցեք վերջին շրջանի գործերից։ Ուզում եմ մի քիչ այսպես ճակերտավոր հումորայինները ներկայացնեմ, որ պատկերացնեն մեր ընթերցողները։ Ասենք տեսեք, հումորային բան եմ գրել, ասենք ձուկը դույլից առուն չմփաց, դույլը զարկվեց քարին զնգաց։ Արվակի մեջ մի ձկնուհի, այդ որ տեսավ հի խնդմնդաց։ Այ մարդ ով էր այս ձկնուհին, ձուկը մնաց բերանված։ Մի շուր եկած դույլ սալքարին, մի լուր տառու, մի խենթ արկած։ Ось ուղղակի հումորային այդպես ինքս ինձ բան անելու։ Այս հեքիաթի ձևով ունի Հայաստանը սա կոչվում, հեքիաթի լեզուն խաղարկելով հերավոր մի երկրում մի ծիրանի գետակի ափին մի արձանուհի էր կանգնած։ Ամեն գիշեր, երբ այդ հերավոր երկրի բոլոր մարդիկ, հայրիկներն ու մայրիկները, քույրիկները ու եղբայրները, տատիկներն ու պապիկները, բոլորը գնում էին քնելու, ծիրանի գետակի ափին կանգնած արձանուհին մի պահ կենթանանում էր։ Կախարդական այդ ժամին նրա աչքից մի քարիկ էր ընկնում գետի մեջ։ Շրըխկ փշրվում էր գետը նույն պահին։ Խաղաղ ու լուռ գիշերվա մեջ մի աստղային օրոր երգելով ամենքին։ Այս հայագտա հումորայինը։ Ծառին էի ու ճյուղը ճրթաց։ Մի ձեռիս մի կրակ, մի դեղց։ Մյուս ձեռքով էս ծառից բռնեցի։ Բայց ընկա դե մթոն Պրոմեթևս,
Եվ պարզ է, զուտ ձեռս ջարդեցի։ Ես իսկ հողին գլորված մի դեղց, իսկ հողին եւ ոչինչ չջարդվեց։ Այս օրինակ սա տես։ Երեխա էի։ Երեկոն տես իջավ, տարածեց իր թևերն ամենուր, գրել էր Ալա Լևոնյանը, չգիտեմ հիշում եք այդ երգը թե չէ։ Մթության շղաշում քո պատկերն է անverջ հայտնվում, պատասխանել էր Գյանջումյան Էդգարը։ Քեզ իմ անգին անցյալի վառ հուշերն են տանջում, երգել էին նրանք իրար հետ։ Ու իմ հոգին քո սիրուց կարոտից կրակվում, շարունակել էին։ Հետո Ալան դեղին դաշտերով էր վազվզում։ Հետո Էդգարը սեղանի վրա մթոմ դաշնամուր էր նվագում։ Թիթիզ մատներն էր կտկտացնում ռեստորանի սեղանին սիրուն տղա Էդգարը։ Ու խունջիկ էր լինում այդ ծաղիկը Ալան։ Երեխա էի, տպավորվել էր երգն այս, որ եւ հիշեցի ահա։ Այսքան է երևի։ Շնորհակալություն։ Այ ինձ Բոլորը չդնի կամ կարող եք դնել, բայց այնտեղ կմկմանալից բաները կանենք էլի։ Հետաքրքիր է այդ փոփոխությունը։ Ինձ օրինակ ձեր հին շրջանի գործերն ավելի տպավորել էին, քան սրանք, ու ուզում եմ հասկանալ այդ չէ, հետաքրքիր է կատակի բանը։ Ասեք։ Չէ, ինչ էլ կատակը նույնիսկ ասեք։ Ես կատակներով չեմ փայլում, դու մի խոսքով։ Ինչն էր հարցը։ Բայց ես էլ կատակի։ Այդ անցումը, հա, ոնց եկաք այդ փոփոխությանը, հատկապես որ նշեցիք, հա, մասնագետ ընկերներ, այսպես արդեն Նշան Աբասյանին գիտեն այս ժանրում, այս գաղափարով, երևի այսպես կարող ենք ասել բառը, ստեղծագործող, ու մեկ էլ բացարձակ ազատություն։ Իրականում կտրուկ չի եղել, ինչպես դուք եք ասում կամ բնորոշում, կամ հանկարծ չի եղել։ 2015-16 թվականներին գրել եմ վերջին բանաստեղծությունը այդ շրջափուլում եւ գրեթե 10 տարի ընդհանրապես չեմ ստեղծագործել, բայց շարունակել եմ ապրել։ Շարունակել եմ կուտակել փորձառություն, ունեցել եմ հիացմունքի պահեր, ուրախության եւ երջանկության պահեր, ունեցել եմ հիասթափության, ցավի ու վշտի պահեր եւ այս կերտումը տեղի ունեցել եւս 10 տարի։ Ընթերցողը ինքը տեսնում է 2016 թվականի հեղինակին, բանաստեղծին եւ մեկ էլ 2026-ին դնում է իրար կողք եւ ասում է, «Էս ինչ կտրուկ, բայց բոլորովին կտրուկ չի»։ 10 տարվա հեռավորություն։ Հիմա եթե դուք 2016-ի բանաստեղծությունը իմ կարդաք եւ 2008-ի, այնտեղ էլ տարբերություն կտեսնեք, կամ 2007-ի։ Ուղղակի այդ դադարը քանի որ եղել է, անցումը սահուն անցումը մարդու փոփոխման, մարդու կերտման, այդ անցումը սահուն չի եղել։ Այսպես գնացել էի արտասահման եւ նորից վերադարձել եմ, էլի, այսպես պատկերավոր ասած։ Դրա համար կտրուկ է թվում։ Այդպես ես ասում եմ, ինձ համար երբ սկսեցի Facebook-ում նորից գրել, առաջին այդ գրվածքները ամենևին բանաստեղծություններ չէին, կամ ես գոնե բանաստեղծություն չէի համարում։ Ինձ թվում էր կատակում եմ։ Մեկ էս զգացի, որ լուրջ են ընդունում, ես էլ սկսեցի ինքս լուրջ ընդունել եւ ստացվեց նոր ոճի, նոր ժանրի կամ նոր ուղղության մի բանաստեղծություն եւ ավելին ասեմ, այն ուղղությամբ, այն ասելիքով, այն էսթետիկայով, որով ես գրել եմ նախորդ փուլում, ասելիք այլևս չկա, այսինքն եթե պիտի նույնը կրկնեմ, այ հենց դրա համար էլ չէի գրում։ Այսինքն ինչը նորից նույն բանը ասես, ասվել է արդեն։ Այսինքն պիտի նոր մի ասելիք լինի, նոր գույն, նոր հետաքրքիր մի բանով զարմացնես, այդ զարմացնել բառը նորից կրկնեմ այստեղ չէ։ Եթե չունես զարմացնելու բան, ինչ ես գրում։ Այդ ձեր ասած կրկնությունը եւ ավելորդ երկարաբանումը կստացվի։ Նշան դուք առաջինն էիք, որ Հայաստանն առաջին անգամ ներկայացրեց Ջենովայի պոեզիայի միջազգային փառատոնում։ Ինչ էիք ներկայացնում, ինչպես էիք Հայաստանը ներկայացնում։ Հրանտ Մաթևոսյանի որդին Դավիթ Մաթևոսյանը մտերիմ էր այդ փառատոնի տնօրենի կամ ղեկավարի, նախագահի, չգիտեմ ինչպես էր կոչվում, խոսքով բանաստեղծ էր, անունը չեմ թող ներվի ինձ, բայց իսկապես չեմ հիշում, 16-17 տարի առաջ էր։ Նա այդ բանաստեղծը Հայաստանում էր եւ ընթացքում գուցե հիշեմ անունը, ինքը մասնակցում էր այստեղ
գրական տապան գրական փառատոնին, որին մասնակցում էի նաև ես։ Այդ փառատոնի շրջանակում կամ շրջանակներում ենք ծանոթացել, մտերմացանք, որովհետև 2-3 օր միասին ենք ամբողջ ժամանակն անցկացնում, հյուրանոցներում ենք, Ծաղկաձորում ենք մնում կարծեմ։ Այդպես հետո եղավ հրավերը, եւ Դավիթը պիտի ընտրեր, ոչ թե Դավիթը պիտի ընտրեր, այլ Դավիթին էր առաջարկել մարդկանց, ովքեր կուզեն ներկայացնել իրենց պոեզիան, բնականաբար յուրաքանչյուրն իր ստեղծագործություններ ներկայացնում, բայց դրանով նաև ընդհանուր առմամբ ներկայացնում է իր երկիրը, իր երկրի մշակույթը։ Այդպես ստացվեց, այնպես որ առաջին խմբում ընդգրկվեցի նաև ես, բայց հետո 2-3 տարի եւս մասնակցեցին մերոնք։ Հիմա կարծեմ չկա, մի քանի տարի չեմ լսել, որ էլի մասնակիցներ են լինում։ Գուցե փառատոնն ինքը փակվել է, արդեն տեղյակ չեմ, Դավիթին չեմ հարցրել էլի։ Շատ լավ, գիտեմ նաև, որ տարբեր այլ երկրներում եւս Հայաստանը ներկայացրել եք գրականությամբ, Իտալիայում, Ռուսաստանում, Գերմանիայում, հայկական մշակույթի ինչն եք կամ այդ ձեր գրականության լեզվով ինչն եք փոխանցել դրսի ընթերցողներին։ Ես միշտ ուղեկցում էի այդ մշակութային երեկոները Կոմիտասի երաժշտությամբ, նախատրամադրելու համար լսարանին, որովհետև երաժշտության լեզուն ավելի միջազգային է, բայց միաժամանակ եւ Կոմիտասյան երաժշտությունը բացառապես եւ խորապես ազգային է, եւ դա մի առանձին խայծ էր լինում, որով հայացք էի ուղում մեր մշակույթին, եւ ոչ միայն ես, միշտ բնականաբար էլի խմբով էինք լինում, ստեղծագործական խմբերով, որից հետո թարգմանաբար գուցե ներկայացնենք, ասենք առանձին հատվածներ մեր գրականությունից եւ շատ լավ էր ընդունվում բնականաբար, ամաչում էին, ես նույնիսկ ակնածանք էի զգում անկեղծ, ասենք մեծ հզոր երկրների դելեգացիաներ, ներկայացուցչություններ, պատվիրակություններ էին մասնակից լինում, վեր էին կենում 2 րոպե, ասենք կարճլիկ Կոմիտասից մի փոքրիկ ֆրազա էինք կատարում, մեկ էլ զգում ենք, որ այսպես նեղվում էին նույնիսկ էլի, մտածում էին, անկեղծ եմ ասում։ Այդ մեծության, մեր ազգային մշակույթի ինքնության բացառիկության զգացողությունը ես այդ փառատոների, ժողովների, ճամբարների ժամանակ եմ զգացել այդ տարիներին։ Ինչ եք կարծում ժամանակակից հայ գրականության լեզուն, որը պիտի լինի եւ ինչ ասելիք պիտի ունենա այդ գրականությունը։ Հիմա ասեմ, որպես խմբագիր կամ ժամանակակից հայ գրականության լեզուն, այս իմ բանաստեղծության լեզուն պիտի լինի, էլի կթվա թե մեծամիտ ես ինչ է խոսում, բայց նկատի ունեմ, ես գրում եմ այն, ինչ ես մտածում եմ, որ այսպես է ճիշտ, չէ՞։ Ուրեմն հիմա պիտի ինչ պատասխանեմ։ Պիտի խորապես սնվի ազգային ակունքներից, խոր իմացություն պիտի դրսևորվի լեզվի, հայոց լեզվի խոր իմացություն, բայց եւ արձագանք ժամանակի ընթացքին, մատը մարդու հեղինակի պիտի ժամանակի զարկերակին լինի։ Այ ակունքներից ինչ օրինակ կարող եք բերել, որ պարտադիր պիտի դրանով սնվի եւ նոր գա ժամանակը։ Մեր աղոթագրությունը միջնադարյան։ Իմացության առումով ազգայինին կարճած արմատները ամուր հողի մեջ ունենալու առումով մատենագրությունը ընդհանրապես, պատմագրությունը, խորենացուց սկսյալ, լեզվի էսթետիկան, ժամանակակից գրական հայերենի գեղարվեստական խոսքի էսթետիկան կրելու համար Բաքունցի այդ երաժշտական հայերենը, Սահյան, էլի ուղերձները ես հիմա որպես գրական, ես բացառապես որպես լեզվի մասնագետ լեզվի հայացքով եմ էլի ասում։ Հիմնականում լեզուն, եթե լեզուդ լավ իմանաս, եւ լեզու իմանալը նորից եմ ասում, չի նշանակում այդ ժամանակի, ասենք տվյալ դեպքում արդի գրական արևելահայերենի քերականության իմացություն, չէ, լեզվի իմացություն նշանակում է լեզվի պատմության ընդհանուր պատկերացում, այդ լեզվով տարբեր ժանրերի, տարբեր ոճերի եւ տարբեր ժամանակաշրջանների գրականության իմացություն, որոշակի չափով իմացություն։ Ինչպիսին էր Ռաֆու լեզուն, ինչպիսին էր նույն Նարեկացու լեզուն, ինչպիսին դարձավ Բաքունցի լեզուն, ինչ փոխվեց Մաթեոսյանի լեզվում,
այս շերտերը դա մի ամբողջ տիեզերք է եւ հնարավոր չէ տեղավորել որևէ դասագրքում։ Այս իմաստով լեզվի իմացություն ասելով դա նկատի ունեմ։ Շատ լավ։ Դե այս ամենը իմանալուց հետո կարելի է թողնել հանգիստ այդ խեղճ ժամանակակից գրողին եւ չբզկտել։ Ինչի մասին ուզում է թող գրի։ Հաստատ ճաշակի եւ ցենզի անկում չի լինի, ինչ էլ որոնը։ Այստեղ ուրիշ խնդիր կա։ Շատերը այդ ժամանակակից տրենդներին հետևելով այդ պոստմոդեռնիզմի, պոստմոդեռնիզմի ժամանակ ենք, չէ, հիմա ապրում, չգիտեմ ինչ են ասում այդ ուղղություններով, բան չեմ առանձնապես հմայված։ Ուրիշ բան, եթե այս ձևի մեջ ստեղծագործողները իրականում քողարկում են իրենց չիմացությունը։ Այսինքն ուղղակի եթե դու պարզ ուղիղ խոսքով չես կարող մի կարգին բան ասել, սկսում ես խճճված մի բան ասել, որ միշտ հնարավորություն ունենաս ասելու դուք ինձ չեք հասկանում, էլի, պատկերացրի։ Այո, այնինչ իրականում իմացությունը բերում է պարզ խոսքի ու հեշտ հասանելի միտքը արտահայտելու։ Ինչ գրողների խորհուրդ կտաք ոչ միայն հայ, քանի որ մի քանիսին արդեն նշեցիք, ձեր ընթերցացանկից Սելինջեր, կարդան մարդիկ։ Ֆոլկներ, Վիլյամ Սարոյան։ Այս արդեն երևի կռահեցիք ինչ մտածողություն եւ ինչ գիծ է ինձ հարազատ, այս անունները պիտի ասեմ։ Հիմա շատ մոդա է Սարտր, բան, Կամյու, այս անունները տալ, թող ուրիշները տան այդ անունները, բան չունեմ ասելու, բայց իմ կողմից ես ուրիշ անուններ տամ էլի։ Շատ լավ։ Իսկ որպես խմբագիր, ինչ գործերի եք առնչվում եւ ինչ պատկեր եք տեսնում այսօրվա գրականության մեջ։ Կան եւ լավ գործեր, ուժեղ գրականություն ունենք եւ միջակ տեքստեր են շատ հանդիպում եւ բաներ, որ լավ կլիներ ընդհանրապես չգրվեին։ Հիմնականում բնականաբար տաղանդավոր էլի պայմանական է, հասկանում ենք այդ տաղանդավոր ասվում, բայց բարձր գրականությունը կամ բարձր գրականություն ստեղծողները քիչ են, բայց այդ օրինաչափ է, բոլոր ժամանակներում է այդպես եղել։ Միևնույնն է մնալու են եւ հիշվելու են մի քանի անուն։ Թող բոլորը ստեղծագործեն։ Պարզապես վատն այն է, օրինակ այսօր, հենց այսօր այս ձեր ստուդիա գալուց առաջ ես մի մրցույթի ժյուրիի անդամ էի, երեխաները էսսեներ էին գրել ժամանակակից հայ գրականության տարբեր գործերի մասին եւ ըստ այդ էսսեների մենք ընտրել էինք որոշակի խմբի եւ նրանցից արդեն պիտի հաղթողներին ընտրենք։ Տալիս էին մի հեղինակի անուն, բոլորը ամեն երկրորդ այդ հեղինակի ասում են ժամանակակից ինչ հայ, ուրիշ ինչ հայ գրողի գիտես, բացի այն գրողին ում գործը կարդացել եւ դրա մասին էսսեեր գրել։ Միշտ այդ նույն անունն էր տալիս։ Այդ մի հոգու անուն է։ Մարդ, որը պարզապես շատ է ներկայացված սոցիալական հարթակներում։ Բայց պրոֆեսիոնալ չէ, անշուշտ չեմ ասի, չէ։ Ճիշտ չի էլի, էթիկապես կարևոր էլ չէ։ Այստեղ իսկապես կարևոր չէ։ Ես ուզում եմ ասել, որ ասենք մենք պրոֆեսիոնալներս 5-6 հոգով նստած ենք եւ տեսնում ենք, ասենք մեզանից ոչ մեկ այդ գրականությունը արժեքավոր չէր համարի, էլի, բայց այս ամեն երկրորդ երեխան այդ անունն է տա։ Ինչու։ Գովազդի ուժով։ Հակառակ կողմում էլ խնդիր ունենք, որ լավ գրականությունը չի գովազդվում եւ տրամաբանական է, չէ, որ ոչ գրականությամբ այսպես տարված, ոչ մասնագիտական հայացք ունեցող մարդիկ բնականաբար ժամանակակից հայ գրականության հետ կառերեսվեն գովազդի միջոցով, սոցհարթակների միջոցով, այստեղ էլ խնդիր ունենք անգործություն մյուս դաշտում, հա, չունենալով մասնագետներ համապատասխան, որոնք կզբաղվեն լավ հեղինակների գրականության հանրայնացմամբ, չունենք մասնագետներ։ Ունենք։ Հա, ինչու՞, այսինքն ոչ չունենք մասնագետներ, մենք հրաշալի գրականագետներ ունենք։ Գրականագետների մասին չի խոսքը, PR մենեջերներ, որոնք կզբաղվեն գրողի ստեղծագործական գործի հանրայնացմամբ։ Դե PR մենեջերը պիտի ինքը կարդացած մարդ լինի եւ նպատակը PR-ի տվյալ, ասենք, պիտի տեսեք, բիզնեսը ունի իր օրենքները։ Բիզնեսը պիտի ունենա շահույթ։ Դու պիտի քո գրականությունը կարողանաս ներկայացնել։ Դու կարող ես այդ երկուսը այնպես անել, որ այդ երկուսը հանդիպեն։ Այսինքն դու կարողանաս եւ գրավիչ լինել
եւ այդ գրավչությունը չստանաս որակիտ իջեցման նվազման հաշվին։ Եվ եթե կարողանում ես այդ լուծումը գտնել, այդ հրաշալի կլինի։ Այս է խնդիրը, այսինքն գովազդա մարդուն բիզնեսի տիրոջը պիտի համոզես, որ այս գրականությունը արժե գովազդել, սա լավ գրականություն է եւ լավ գրականությունը լավ ներկայացնելու դեպքում եւս կարող է մեծ հռչակ ունենալ։ Համաձայն եմ, բայց գրականագետներն արդյոք այդ հարցը փակում են, որտեղ իրենց մոտ ամեն դեպքում մասնագիտական հայացքն է մնում, մասնագիտական խորքային Այսինքն գրական նկատի ունեք գրականագետները չեն թողնում, որ ոչ գրականագետները զբաղվեն այդ ուսումնասիրությամբ։ Չէ, ոչ թե թողնելու հարցն է, այլ ուղղակի այս դաշտում կա պակաս հեղինակներին հանրայնացնելու բարձ լեզվով մարքեթինգային տարբեր հնարքներով, որոնք ըստ էության գրականագետի անելիքը չեն։ Հենց PR մենեջերի, այսպես ոնց կարող ենք ասել, հանրահռչակման մասնագետի գրողի հանրությանը հասարակ կոնտենտ գրողի, էլի, այսպես ասած։ Այո, որի բացը ցավոք սրտի շուկայում կա եւ դրա հետևանքով է, որ այսօր ով կարողանում է հանրայնանալ, նայել ճակերտավոր առաջ է տանում ժամանակակից հայ գրականությունը։ Չէ, առաջ չի տանում։ Այս պահին ուղղակի ստեղծում է որոշակի տրենդային ֆոն, որ շատ ինչպես կարճ ժամանակ, այդպես կարճ կյանք էլ ունենում են որպես կանոն։ Միևնույն է, ինչ մնալու է, այդ է մնում։ Այս ժամանակի Ուղղակի ցավալին է, որ հա, այդ ընթացքում սերունդներ կան, որ ուրիշ հայացք են ձևավորում, այս է խնդիրը։ Ավելի շատ այստեղ պետությունը ունի անելիք, մշակույթի նախարարությունը, կրթական գերատեսչությունը էլի ավելի անելիք ունի, քան թե գրողն ինքը։ Ասենք օրինակ հիմա տեսեք, ես ընդհանրապես ամենայն անկեղծությամբ եմ ասում, էլի ժողովուրդ ջան, բացարձակ չեմ սեթևեթում։ Լրիվ միևնույն է, ինձ կհրավիրեն այն հաղորդման, չեն հրավիրի, կներկայացնեն իմ գրականությունը, չեն ներկայացնի։ Չասեմ, որ միշտ այդպիսի այդ բանի մեջ եմ եղել, բայց կյանքը քեզ կյանքի ճանապարհը ինչ-որ պահի բերում է դրան, որ հասկանում ես, սկսում ես ուրիշ կերպ նայել կյանքին, կարևորն անկարևորից ուրիշ կերպ տարբերակել, ուրիշ բան է քեզ համար ավելի կարևոր դառնում։ Հա, հաճելի է խոսել, ներկայացված լինել, գնահատվել, բայց նպատակ մոլերանտ ձևով նպատակել պիտի կարծում եմ էլի նորմալ գրողը չի հետապնդում, գրում է ուղղակի որտեվ գրում է։ Մեկ էլ այդ մյուս հիվանդագին բանն էլ կա, որ գրողը պիտի սոված լինի, չգիտեմ, բանաստեղծը պիտի քաղցած լինի, որ լավ ստեղծա։ Մի անհետեցություն էլ դա է։ Ամենակ ես շատ գոհ եմ իմ սոցիալական պայմաններից, իմ կյանքից, փառքաստու, շնորհակալ եմ Աստծուն, իմ գործատուներին, այն հայոց լեզվին, որ տալիս է ինձ հնարավորություն իմ հացը վաստակելու, ամենայն անկեղծությամբ եմ։ Բայց գրականությունս կարծում եմ դրանից չի դժում։ Իսկ թարգմանական դաշտում թեթև է դառնում։ Իսկ թարգմանական դաշտում ինչ պատկեր ունենք։ Ունենք նկատի ունենք լավ թարգմանիչներ, հա, մենք շատ ուժեղ թարգմանիչներ ունենք։ Շատ բան է թարգմանվում, բայց բավարար քանակությամբ բացառիկ թարգմանիչներ ունենք, որոնց այդ լավ հրատարակչությունները համագործակցում են եւ ունենում ենք լավ թարգմանություններ։ Ուղղակի միշտ տպագրվող գրքերի քանակը ավելին է, քան որակի դա նորմալ է, բնական է, այդպես պիտի լինի։ Միշտ է այդպես եղել, կարծում եմ։ Իսկ մի փոքր կուզեմ խոսենք նորաբանություններից եւ օտարաբանություններից, հաճախ գրական գուցե արդեն գեղարվեստական գրականություններ են ներխուժել բառեր, որոնք այսօր շատ կիրառելի են տարբեր ոլորտների զարգացման արդյունքում, հատկապես անգլերեն տերմինները եւ այլն, այստեղ ինչ լուծումներ կան եւ գեղարվեստական առումով թարգմանվում են բառերը, թե այսպես մշակույթը, զգացողությունը պահելու համար, հենց որպես օտարաբանություն մնում են իրենց բնական այսպես բառային վիճակում։ Հա, դուք կարծում եմ հենց ինքներդ պատասխանեցիք հարցին, եթե նպատակադրումը այդ միջավայրը, այդ աշխարհը, այդ օտար միջավայրը ցույց տալն է, ապա այո, իհարկե օտարաբանությունների կիրառությունը գրականագիտական, գեղարվեստական տեսանկյունից հիմնավորված է։ Բայց եթե խորթ է, այսպես խութի նման է հնչում այդ օտար բառը, ասենք, օրինակ Բակունցի պատմվածքում այդ օտար բառը ինչքան օտար կհնչեր, չէ՞։ Այստեղ արդեն այո, պիտի գտնենք ճանապարհներ փոխարինելու բառը կամ եղած որևէ
հայերեն համարժեքով կամ նորը ստեղծելով, բայց մի ցավալի բան էլ կա, նորը երբ ստեղծում ես, անծանոթ լինելով միանգամից մերժվում է։ Ասում են բարեհունչ չի, բայց բարեհունչը ոչ լեզվաբանական հասկացություն է, կատեգորիա, չափանիշ է, ոչ գրականագի, ինչն է բարեհունչ։ Այն ինչին մենք սովոր ենք։ Ոնց ենք հասկանում բարեհունչ։ Հիմա խանդաղատանք բարեհունչ է թե չէ, բարեհունչ է, չէ։ Ինչքան բարեհունչ բառ է, բայց տեսեք մի ինչ կոպիտ բաղաձայներ կան, այսպես ասած կոպիտ։ Ոնց դարձավ բարեհունչ։ Բարեհունչ դարձավ իր համատեքստի մեջ անընդհատ կիրառվելով, այո։ Բառը միանգամից մերժում եք, ասում եք որտեղի, ոնց իմացաք բարեհունչ չէ։ Մցրեք բառապաշար փորձարկեք, այստեղ անելիք ունեն լրագրողները։ Տերմին ես առաջարկում, մարդը հրաժարվում է կիրառելուց, ասում է բարեհունչ չի։ 2-3 անգամ կիրառի, տես ինչ բարեհունչ կդառնա։ Այդպես այնքան անբարեհունչ, անբարեհունչ բառեր են դարձրել բարեհունչ։ Այսինքն անբարեհունչ է այս դեպքում ճակերտների մեջ բառակազմորեն սխալ կառույցներ կիրառվել են եւ արմատացել են եւ այսօր արդեն արմատախիլ անելու հնարավորություն չկա։ Եվ փոխարենը ունենք բառակազմական կաղապարներին լիովին համապատասխան հետաքրքիր կառույցներ, որ համառորեն չեն մտցնում, ուղղակի հրաժարվում են եւ ասում են, ասենք այն օրը մեր բանախոսություններից մեկի ժամանակ արցանց, որ ասում եմ իմ շատ սիրելի մասնակիցներից մեկը ասաց մի հետաքրքիր բառ ասաց, մտքովս չէր անցել, մշտադիտարկման համարժեք ասաց հարադիտարկում, հարադիտում Լիլիթը։ Առաջին անգամ էլ տեսեք ինչքան ավելի կարճ սիրուն։ Գեղեցիկ։ Մի մշտադիտ առավոտից երեկոն ասում են մշտադիտարկում կամ էլի բառեր կան։ Մարտահրավեր, ամեն սուտից բանին ասում են մարտահրավեր։ Ասենք առավոտյան գլուխս մի քիչ ցավում էր մարտահրավեր, ինչ մարտահրավեր։ Համաձայն եմ, այդ առումով էլ շատ համաձայն եմ, բայց խնդիրը նա է, որ անգամ պարզ բառեր, որոնք արդեն հայերեն համարժեք ունեն, մեկ այլ աղետալի վիճակ էլ նա է, որ այդ բառերը մարդիկ չգիտեն ու շատ հաճախ լեզվա մտածողությունն է փոխվում երկու մարդ տարբեր ոլորտներից, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այդ բառապաշարով խոսող մարդկանց հետ ինչ որ կետից կապը խզվում է։ Չգիտեմ, meeting անել, չէ՞։ Չգիտեմ, book անել, ամրագրել է։ Վերցնում ենք բառեր, որոնք մի կողմից հասկանալի է, որ բարբերաբար այդ աշխատանքում կիրառվում են ու այդպես ավելի հեշտ է, բայց իրականում ավելի երկարում եւ բարդանում է եւ շատ ավելի խորթ է դառնում իրենց համար սովորական արդեն իսկ ստեղծված հայերեն բառը։ Հա, բայց մյուս կողմից ասեմ, հայերենը հարադրություններ ամեն դեպքում սիրում է։ Որովհետև բառը կարող է, օրինակ կարող է թվալ թե հարադրությունը երկար է, որովհետև երկու բաղադրիչ ունի, իսկ մեկ բառով ավելի հեշտ, բայց իրականում երկու բաղադրիչը հնարավորություն է տալիս նաև երկու անգամ շունչ քաշելու։ Այսինքն երկու կարճ բառ ես ունենում, իսկ մեկ երկար բառը կարող է հոգնեցնել։ Հետաքրքիր է։ Այ գիտեմ նաև, որ միջնադարյան գրականությամբ ու ձեռագրերով եւս հետաքրքրված եք ու ուսումնասիրում եք, կուզեմ մի փոքր ուսումնասիրելը շատ կլինի։ Հա։ Կուզեմ մի փոքր այդ մասին խոսենք, այնտեղ ինչ հետաքրքիր բաներ կան, բառի շեշտադրումից սկսած, հնչերանգից գուցե կամ բառի բանից, այսպես օրինակ աղոթագրքերը օրինակ բերեցիք, խոսքի տարբերությունները, ոճավորումը, ինչ առանձնահատկություններ կան, որ արժի դրանք բերել այսօր աշխարհաբար կամ գուցե եկել են մենք տեղյակ չենք։ Ես շատ ցավում եմ, որ 19-րդ դարի այդ անցման փուլում գրաբարից հրաժարվելու եւ աշխարհաբարը ворթեգրելու աշխարհաբար ասածը հետո պիտի ձևավորվել, այսինքն գրական արևել հայերենը սկզբում բարբարի ուղղակի այսպես հենց մուծումներ, ներմուծումներ գրական գրավոր խոսք, հետո պիտի արդեն գրողները գային մշակեին հղկեին, այսինքն չունեինք շատ քերականական կառույցներ, շարասական ձևեր եւ հետո պիտի մշակվեր օրինաչափությունների որոշակի համակարգ ստեղծվեր։ Շատ ցավում եմ, որ այդ ժամանակ հրաժարվել են մեր գրաբարյան նախդիրներից, որոնք այսօր խնդրառության հետ կապված բազմաթիվ հարցեր կլուծեին։ Օրինակ կարճ էին ու շատ հարմար էին։ Կարճ էին, հարմար էին եւ այո, հիմա ասում ենք հիվանդի մոտ հայտնաբերվել է, չգիտեմ, թոքաբորբ։ Հիմա այս ակնհայտ է, որ ռուսաբանություն է, չէ՞, բայց այս մոտից ոչ ես ասի հիվանդի մեջ հայտնաբերվել է թոքաբորբ, ավելի կոպիտ կլինի։ Մոտ ասել չի լինում, ասին քերականորեն սխալ է, բայց բժիշկները չեն ուզում արդեն հրաժարվել, որտեղ վաղուց արմատացած է իրենց բառապաշարի եւ ամենուր կիրառելի կաղապար է։ Հիմա ես մտածում եի, ասենք կարար
կարող էր առ նախդիրը այստեղ, ասենք թոքաբորբ է հայտնաբերվել առ էս ինչ է։ Տեսեք, այս նախդիրները այդքան նյութական չեն, ինչքան կապերը ժամանակակից հայերենի, ավելի քերականական մասնիկ են, ինչպես հենց ռուսերենի այդ նավը, իրենք հենց մեջ վրա չեն նշանակում, բացառապես քերականական մասնիկներ են, իսկ մեր կապերը, քանի որ առաջացել են հենց գրաբարյան այդ հիմնականում թեքված ձևերից, բան չէ, չի ունեցել գրաբարը կապեր։ Կարելի է կառույցները օրինակ փոխարինել այդ գրաբարյան աղդիրները որդեգրելով։ Մյուսը բառը մտածողության մասին չեմ ուզում խոսել, դա մի առանձին թեմա է, որտեղ աղոթքը ինքը ենթադրում է որոշակի մտածողություն, որոշակի բառապաշար, եւ այստեղ ոճական նեղ մասնագիտական հարցեր են, այդ դաշտ չեմ ուզում էլի մտնենք, բայց կիստելը կտրվեց։ Շարայուսական ազատությունը։ Տեսեք, օրինակ մեր հեղինակները Միշնադարյան ավելի անկաշկանդ էին շարայուսական շեղումներ թույլ տալու հարցում։ Եվ այդ շեղումները, ասենք, այսօր եթե ես այդպիսի շրջուն շարադասությամբ տեքստ գրեմ, բան չարտ հարացված էլի շրջուն շարադասությամբ, դա կհամարվի քերականական սխալ։ Բայց նույն այդ շրջված շարադասությամբ գրաբարյան տեքստը կարդվեց, նույնիսկ փոխադրված աշխարհաբար։ Ընդհանրապես բան չես զգում, ինչ որ օտարություն, անբնական ինչ-որ բան չես զգում, շատ ներդաշնակ, նույնիսկ երաժշտական է։ Ինչու, որովհետև էլի իրենց չեն կաշկանդել, ավելորդ չափով չեն կաշկանդել կանոններով ու կարգերով։ Ուրիշ տեղ է եղել հայացքը, խոսքն է առաջնային, խոսքն է կարևոր է եղել, եւ բոլոր մնացած միջոցները լեզվական ծառայել են խոսքին, ոչ թե հակառակը, մարդն է ծառայել միջոցներին, ցույց տալու համար այդ միջոցների իմացությունը։ Օրինակ Խորենացու Մատյանը առաջին հենց պարբերությունը, որ բացեք, կարդաք, ուրեմն մի կարճ նախադասություն, հետո ուրեմն մի ամբողջ պարբերություն շեղվում, լրիվ ուրիշ բան է, այն որ մենք հիմա ասում ենք ներդրյալ արտահայտություն ու շատ մի 3 բառ չէ դնենք այդտեղ կամ մի հատ միջանկյալ նախադասություն։ Մի ամբողջ պարբերություն է դնում, հետո մի հատ ստորոգյալ է դնում, ենթակային կապելու համար, 6 տող վերև, չես մոռանում, բայց զարմանալին է դա, որ իր դեպքում չես մոռանում։ Շատ հետաքրքիր բան է։ Այդ եմ ասում, էլի, այսինքն դու պիտի թողնես, որ պիտի չմերցնես լեզվի ոգին, էլի։ Թողնես ոգին քեզ թելադրի կանոն, ոչ թե կանոնով դու իրան դնես բանի։ Տեսեք, իմ արդեն իմ տարերքի մեջ այսպես ընկա եւ ավելի ազատ անկաշկանդ բառապաշարով եմ փորձում մտքերս ներկայացնել։ Խոսքով կարծում եմ այդ հիմնականում այդ երկու հանգամանքի վրա կկենտրոնանայի։ Իսկ արհեստական բանականությանը ոնց եք վերաբերում։ Փայլուն գործիք է, հրաշալի գործիք, լավ մասնագետի ձեռքին։ Արհեստական բանականությունը յուրաքանչյուր մասնագետ պիտի օգտագործի իր մասնագիտական բնագավառում։ Օրինակ, լավ բժիշկը կարող է իր գործը տեխնիկական այդ մանր-մունր աշխատանքները, որ իրենից պիտի խլեին անիմա, ուղղակի ժամանակ եւ էներգիա պատվիրակել արհեստական բանականությանը, շատ արագ, օպերատիվ նյութը կտրամադրի, բժիշկին կմնա միայն վերլուծել, զտել վրիպումները, սխալները, մշակել, ոճավորել եւ ստանալ նյութ։ Բայց եթե օրինակ ես բանասերս արհեստական բանականությունը օգտագործեմ իբրև բժշկական գործիք ճշտելու համար իմ այս կամ այն հիվանդության պատճառը բուժումը, այդտեղ կարող եմ ես շատ վատ տեղում հայտնվել։ Դրա համար որպես քո գործիք, քո մասնագիտական գործիք հրաշալի է, որովհետև տեխնիկական այն աշխատանքը, որը քեզանից կխլեր ժամեր, օրեր եւ կխլեր էներգիա, պարզապես էներգիա։ Ասենք օրինակ հիմա պատկերացրեք, ես պիտի կենտրոնանամ ոճի հարցերի շուրջ, բովանդակային լուծումներ փնտրեմ, ստեղծագործական մոտեցում ցուցաբերեմ, այդ ամբողջ ժամանակը տրամադրում եմ ինչ որ տարական բութեր, դերբական դարձվածներ տրոհելուն եմ տալիս, այսինքն այս գործը հիմա ինքը քո փոխարեն միանգամից ան քեզ մնում է միայն նայել, տեսնել, եթե վրիպեց ուղղել, եթե չէ, բայց ամենայն դեպս ինչքան է մաքրում։ Այս առումով, այսինքն դու կարող ես տեխնիկական հարցերը հանգիստ պատվիրակել արհեստական բանականությանը։ Կենտրոնական նշանների մասին չէի մտածել, որովհետև շատ հաճախ վրիպումներ է անում, բայց եթե դուք հանգ եք տալիս, այո, կարգ ես տալիս, սահմանում ես, ասում ես, այս կառույցները արդեն այսպես կտրվես։ Շատ խելոք, մարդու շատ ավելի խելոք ենթարկվում է, այսինքն շատ լավ գործիք է, չգիտեմ։
Առաջ բնականաբար ինչպես ցանկացած նոր բանից բոլորս վախենում ենք, զգուշանում ենք, բան առեղծվածային, այսպես խորհրդավորության ինչ որ բան ենք տեսնում մեջը, բայց գործիք է։ Հիմա դանակի օրինակը կհայտնի այդ առակը, չէ՞։ Դանակը մեկի ձեռքին կարող է զենք դառնալ, մյուսի ձեռքին ուղղակի համով պիցան կտրելու եւ հյուրերին հյուրասիրելու գործիք, ասենք։ Շատ լավ, շնորհակալ եմ Նշան Պանի հաճելի պիտի ասեի զրույցի պիցա համար։ ասացի։ Ոչինչ։ Թող խոսել պիցա լինի։ Ով չեն կաշկանդվում կանոններով, չէ՞։ Հա, դա էլ է։ Մենք ունենք վերջում խաղ փոքրիկ, ասեք 3 փաստ ձեր մասին, 2-ը ճիշտ, 1-ը սուտ, եւ մեզ դիտող լսողները փորձեն գուշակել մեր զրույցի արդյունքում, որն էր սուտ պատմությունը։ Իսկ վերջում կադրից դուրս հատված կնկարենք մեզ ամսական բաժանորդագրությամբ Պրե-Արմենիա հարթակում միացած մարդկանց եւ կուղարկենք ճիշտ պատասխանը։ Այ դրան կարող էի պատրաստվել։ Տեսեք։ Ոչինչ, հիմա կարող եք հանգիստ մտածել։ 3 պատմություն, որոնցից միայն մեկն է ճիշտ։ Ոչ, 2-ը ճիշտ են, 1-ը Միայն սուտ։ մեկն է սուտ։ Մի անգամ հրավեր ստացա իմ առաջարկ ավելի ճիշտ իմ ընկերներից մեկի կողմից գնալ բավականին մեծ գումարով մի ֆիլմ նկարահանելու եւ առաջին 10 րոպեն ընկերս խոսում էր միայն բավականին մեծ գումարի մասին, հաջողված պրոյեկտի մասին, հնարավոր համաշխարհային ճանաչման մասին, բայց ոչ այն մասին, թե ուր ենք գնում եւ ինչ ենք նկարելու։ Ինձ շատ արտասովոր թվաց գումարի չափը եւ այդ համաշխարհային ճանաչումը եւ ինչու հենց ես։ Բայց ասի հա, հետաքրքիր է, այսպես տրամադրեց ինձ հոգեբանական այդ բանը ստեղծեց, թուլանալու այդ վիճակը ստեղծեց եւ ասաց պիտի գնանք բորոտանոց, բորոտների մասին ֆիլմ նկարելու եւ ես ասացի հա, կգամ։ Այդպես ասացի եւ արդեն չկարողացա հրաժարվել։ Եվ հաջորդ 3-4 օրերին ես երիկամների սուրճ սավերով տեղափոխվեցի հիվանդանոց բանը հետազոտությունը ցույց տվեց, որ նյարդային լարվածությունից նյարդային սպազմ է առաջացել եւ երիկամներս չեն գործում։ Բայց մերոնց չեմ ասում ուր ենք գնում, ինչ պիտի նկարենք, ասում եմ գնում ենք գործուղման ֆիլմ նկարելու։ Ու ամոթով չմնալու համար ստիպում եմ բժշկին ինձ ցավազրկողներ ներարկի, հնարավոր ամենաուժեղ ցավազրկողները տա, որպեսզի առաժիշտ պահին խմեմ, որ երիկամներից ցավը ինձ ճանաք ստացնի եւ ցավը մի քիչ մեղմվեց, երկրորդ թե երրորդ օրն էր։ Մի խոսքով այնպես որ դեռ հանգիստ կարող էի զանգել ասել եղբայր, այս իրավիճակն է չեմ կարողալ, բայց այդպես ցավող եւ նաեւ այն վտանգի գիտակցությամբ որ էլի գործողման ընթացքում եւս կցավի երիկամներս ես համաձայնեցի գնացինք եւ նկարեցինք 70 տարի 50 տարի 25 տարի այդ հատուկ իզոլացված հատվածում ապրող մարդկանց ճակատագրերը հարցազրույցների ձևով նկարահանեցինք եւ այնտեղ նաեւ հայեր կային եւ ամեն վարքյան այդ վախի զգացողություններ որ եւ անկեղծ ասեմ ես ավելի վախենում եի ոչ թե ինձ համար որ ես կվարակվեմ այլ որ ես չգամ իմ հարազատներին չվարակեմ որովհետեւ այդ բանը ինկուբացիոն շրջանը 3 տարի այսինքն 3 տարի դու կարող ես վիրուսակիր լինել վիրուսը փոխանցել ուրիշներին հետո նոր պարզվի դա այսինքն պիտի սпасեր եւս 3 տարի որ տեսներ ես վարակվել էի վերջո թե չէ որքան էլ բժիշկները մեզ մխիթարում էին որ վիրուսը իզոլացված է այլևս չի փոխանցվում բայց անհանգստությունը միևնույն է կար ամեն դեպքում նկարանում արեցինք հարգով պատվով վերադարձանք տուն սա առաջին պատմությունը սա առաջինը երկրորդ պատմությունը ես ասեմ նաեւ ինչ մի գաղտնիք բացեմ որ քչերը գիտեն ես նաեւ դաշնամուր եմ նվագում դասական երաժշտություն եմ շատ սիրում եւ երեկոյան ժամերին հաճախ է պատահում որ բախ եմ նվագում շատ եմ սիրում այդպես հիմնականում դաշնամուրային սոնետները թեթև գործեր ավելի հանգստանալու խաղաղվելու եւ գիշերից հանգիստ անցկացնելու քնելու համար շատ լավ իմ կյանքում եղել է ժամանակաշրջան երբ ես մի քանի ամիս ապրել եմ քարանձավում Քարանձավում այո
Հնարավորություններ կային գիշերելու հանգիստ, ապահով, բայց այնուամենայնիվ քարանձավը քարանձավ էր։ Լավ։ Շնորհակալ եմ նշան հաճելի զրույցի համար։ Մեզ դիտող լսողներն էլ թող մեկնաբանություններում գրեն, որ պատմություններ սուտ պատմություն է եւ որ պատմություններին հավատացին։ Շնորհակալ եմ։